Ընտրակաշարք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակվող մի շարք քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկելն ապահովելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգությամբ հայ քաղաքացու հետ։ Դրա դիմաց Ռուսաստանաբնակ քաղաքացուն խոստացվել է կուսակցության ղեկավար կազմի միջոցով ապահովել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող և Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու գործընթացը։ Բրատ դու կարա դու ասած ձեր մոտ բան անեն։ Ինչ։ Բադեշկա։ Սրարտերը կարամ անեմ, ստել, ընդել, դու պրոբլեմ ունես ապետ։ Չէ, որովհետև ես որ մեր աղբորը տենամ կուրսի պայեմ, էլի մեր աղբերներին ջոգի, կա հունիսին մի հատ գաս։ Չէ, ապե օգոստոսին։ Կտրության վատ գաս մի հատ հունիսի 1-ին գաս մի քանի օրով, մի 7 օրով մի հատ գաս տաս։ Ապե ես դիտե կարամ գասամ։ Եկո ցավը տանեմ։ Անկորը դառնա դե գիտես, պատատակոս։ Հա բա։ Դելա ես որ աղբորը տենամ, տղա աղբոր մոտի զանգեմ, տես զրուցեին։ 15-20 տանիքի քավոր է, Սամոջան, ումը զանգեմ իմ ազատ իրացման օրենք կա։ Դե բա վсё, բա։ Ասած ասել ընտանիքներով, բարեկամներով ուպորելեք։ Գնացեք գմփսրեք։ Սամջան, աղբերես։ Ձեր գյուղապետը բանը, ինչ ան։ Արա գյուղապետով աղբերը որ զանգե դրանք ով է вообще, Սամոջան։ Ջան։ Ես որ աղբերը տեսում եմ դրանք խառնվում են իրան գյուղում։ Ջան։ 4-5 շոֆերներ ունեմ իրանց ընտանիքներով, Սամոջան։ Հա։ Ես 40 ընտանիք եմ պահում, ապերի, որ մեկին ասեմ, դե պատկերացրել ամենի Դե 30 ընտանիքին էլ ասա, Սամջան, 30-40 ընտանիքին մորքուր, հորքուր, հորողբոր տղեկ, հորողբոր աղջիկ սաղին էլ ասա։ ապեք ասել եմ, ասաց։ Հա, ցավը տանեմ։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ, մի 300 հոգի, 400 հոգի սամո աղբորս զա բղագադարյու։ 30-40 հոգու ասես ընտանիք էտի եկա բանա։ Ասա մի 1000-1500 դամ մենք Արարատի մարզում ես կտանք։ Ջան, բա քո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, կթամ աղբորը կասեմ մեր։ Որ դու էլ գասեն, նարեկին էլ կասենք։ Այս դոմանուղա լավ բան անեմ են դոնե իրան, Սամո։ Դե եթե ընտրություններից հետո տենանք, էլի գործմորզի գոնե դնեն ընձի։ Դե դու էլ կասես ինչ պետք է։ Մեծ գործի դնեն ընտրությունից հետո այդանք աշխատենք, էլի Սամջան։ Դեպուտատի գործ, ինչի գործ ախպեր, պիտի դեպուտատ լինի։ Բա ես քո ցավը տանեմ։ Նարոդի դեպուտատ։ Ես քո ցավիկը տանեմ։ Ասմա իրաց ձեռն, ասեմ ախպեր ես իսեցեց, ասմա դե ճանաչում է։ Բանին ջո գիր ախպերա ունչա։ Դե քրոշ տեղենա, չէ ֆորաբանկի բանը ունչա։ Եմի չարխերը կա, ջոգում ես մենք իրանց պիտի օգնենք, իրանք է մեզ։ Մենք չկարա նարեկով այդ հարցը լուծենք, պիտի մեծ փող կարելի վերցել, սաղ պրծունեմ սաղ։ Սա ախպեր, մեր ախպերը մեր մարած դիքը չարխերը անում, ասա հա, օգնենք ախպեր ինքն են դե է։ Սա ստրոյկա է վերցել մեծ ախպերը, նես չի որ իրան ասում ենք ձեր մեզ պարկով փող տա, Սամ ջոգիր, հա։ 5-10 միլիոն որ պրծնեմ, Սամ ջան ջոգիր։ Այսօր ասում պետք է ախպերս բերվանք, ասում եմ մի բերան ինքը զանգիտե, մեր իրանց համար էտի ոնց են մի բաժակ ջուր լինի, Սամուջան ասում եմ, էդ ինչ փող է իրանց համար, իրանց բանկն է, ջոգում է Սամուջան, դու գիր ապեր, ասում ապեր կարել է լավ փող բրնել, ոնց էլի։ Բայց ախպերից ինչ ասում, Արտաշատ ոնց է ձեր մոտ վիճակը։ Արա վիճակը մենք ենք որոշում, եղանակը մենք ենք ասում, ոնց կլինի, Սամու ապեր, ասում եմ, եղանակի տեսության նաչալը սվաստե ասում եմ ոնց է, մենք ենք եղանակը փոխում, Սամու ջան, կարանք փոխենք խամի, կարանք փոխենք շոկ, կարանք փոխենք ոնց ուզենք ապեր։ Քո ցավիկը տանեմ արա։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ եւ զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց, զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են կոմիտեի մշտական ուշադրության ներքո եւ անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի։